Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Ռոզա Դավթյանի հարսանյաց արարողությունը։ Օրը կարևորվում էր նաև նրանով, որ Ռոզա Դավթյանի երջանկահիշատակ հայրիկի ծննդյան օրն էր։ Եվ հենց դա էր պատճառը, որ օրը լի էր նաև հուզիչ պահերով։ Այդ պահերից մեկը մենք արդեն ներկայացրել ենք, սակայն ամբողջական տարբերակը Ռոզան քիչ առաջ հրապարակել է իր ինստագրամյան էջում, գրելով հետևյալը. «Քո կյանքը շարունակում ա ծաղկել իմ մեջ, պապ, ծնունդդ շնորհավոր։ Երբ փոքր էի, շատ մեծ անհանգստությամբ ու սրտի թրթիրով մտովի պատկերացնում էի իմ ու պապայի պարը հարսանիքիս օրը, պատկերացնում էի, թե ոնց ա ինձ ուղեկցելու եկեղեցի։ Բայց էդ օրը ցավոք սրտի չեկավ։ Պապան ինձ շատ էր սիրում ու երբեք չէր պատկերացնում, որ ես պիտի մի օր գնամ տնից։ Բայց եկավ էդ օրը, ու հիմա ես հույս ունեմ, որ դու անհանգիստ չես, պապ, որովհետև ես ապահով ձեռքերում եմ»։ Այո, օրը իսկապես բարի է, ես կասեի աստվածային, որովհետև այսօր Աստծո տան իրենց օրհնությունը ստացան Ռոզան եւ Գուրգենը, հարատև Հոլովակին միասին կից լինելու գրել էր խոստմամբ։ Ռոզա Դավթյանը, իսկ մենք Բայց առաջարկում ենք այսօրը դիտել հոլովակն առանձնանում է եւս մի ամբողջությամբ։ շատ կարեւոր իրադարձությամբ։ Ապրիլի 27-ն ուղղակի ընտրված օր չէ հարսանյաց արարողության համար։ Այսօր մեր գեղեցկուհու հայրիկի երկնային ծննդյան օրն է։ Եվ ճանաչելով Ռոզային, թակելով նրա ներսի դուռը, վստահ կարող եմ ասել, որ նա արժանի դուստր է։ Հայրիկի անժամանակ կյանքից հեռանալը նրա մեջ շատ բան է փոխել, դարձնելով ավելի ուժեղ, իմաստուն եւ կյանքին առավել հասուն աչքերով նայող աղջիկ։ Եվ ահա այսօր այս աղջիկը պատրաստ է կյանքի նոր, առավել պատասխանատու շրջափուլ մտնելուն, ենթարկվելով ընտանեկան ինստիտուտի կարևորագույն օրենքներին։ Եվ ես վստահ եմ, որ այս իր համար շատ պարտավորեցնող ժամանակափուլում իր աջակից եւ ուժեղ ձեռքը կմեկնի նաեւ Գուրգենը, ով ոչ միայն Ռոզային իր կողակիցը համարելու պատիվը կունենա, այլև կլրացնի նրան ամեն հարցում ձևավորելով օրինակելի հայկական ընտանիքի մոդել։ Աստծո օրհնանքն արդեն թևածում է ձեր գլխավերևում, եւ ես վստահ եմ, Ռոզ, որ այս պահին դու զգում ես նաեւ հայրիկի ներկայությունն ու օրհնությունը, տեսնում նրա ժպտացող եւ գոհունակ աչքերը։ Ես վստահ եմ, որ քո մեջ մեծ էր ցանկությունը, որ Գուրգենն առաջինը հենց նրա հավանությանն արժանանար։ Այս 4 տարիների ընթացքում գիտեմ, որ հայրիկը երբեք բացակայ չի եղել քո կյանքից ու չի լինի, որովհետև նա քո սրտում է։ Գիտեմ, որ շատ է զրուցում իրեն հետ։ Թող շնորհավոր լինի նրա երկնային ծնունդը, որն այսօր դարձավ քեզ համար նաև նոր կյանքի ձևավորման օր։ Նաև գիտեմ, որ այս պահին եւս դու հայրիկին ասելիք ունես։ Այնպես որ խնդրում եմ բոլորիդ ուշադրությունն էկրանին, շնորհակալություն։ Պապ ջան, ծնունդդ շնորհավոր։ Արդեն 4 տարի է մենք միասին չենք նշում այս կարևոր օրը։ Բայց ես հանգիստ եմ, որովհետև դու արդեն շատ ավելի դրախտային տեղում ես նշում քո ծնունդները։ Ապրածս ոչ մի օրում, ոչ մի առիթով չեմ խոստովանել մեծագույն սիրուս մասին, բայց հիմա ուզում եմ գոռամ, որ ես քեզ սիրում եմ։ Միակ սփոփանքը ողջ ողբերգության ներսում հավատի նշույլն է քո զգացածների մեջ իմ սերը գտնելու։ Ու այսօրվանից այսօրը կրկնակի անգամ օրհնված է լինելու իմ համար։ 4 տարի առաջ ես չէի էլ պատկերացնում, որ կյանքը կարա այսքան տարբեր գույներ ունենա։ Չգիտեի, որ կգա մի օր, ու մենք էլ երբեք մեր տանը չենք հանդիպի։ Ու ես քո հետ խոսելու համար կգամ մի տեղ, որը մեր տունը չի։ Չգիտեի, որ ինձ սկսելու են ճանաչել դրսում ու սկսելու են սիրել լրիվ անծանոթ մարդիկ։ Չգիտեի, որ 3 տարի հետո հանդիպելու եմ մարդու, ով դառնալու է իմ մեծագույն սերը։ Ու չգիտեի, որ 4 տարի հետո քո ծննդյան օրը ամուսնանալու եմ։ Շատ բաներ չգիտեի, պապ ջան, բայց հիմա արդեն գիտեմ շատ ավելին ու երևի բաներ կան, որոնց մասին պետք էլ չէր այսքան շուտ իմանայի, որովհետև միշտ չի, որ շատ իմանալը միանշանակ լավ է։ Դու հիմա մեր բոլորի նման նստած չես այստեղ որևէ աթոռի ու
անverջ վարելու ենք։